Երից սարձանագրվում է, որ մեր գործունեությունը այնքան է զգայուն, այնքան է տենց ազդում, որ սենց թեմայի հետ կապ ունի, չունի, մի ելույթ ունեցողը հերիք չի, սենց շքախմբով, հերթով, անդրադառնան, տապանը, մյուսը, որ իսկ չխառնեք, ինչ է եղել, խեք խառնվել իրար, եթե տենց վստահ եք, որ ընտրվելու եք ամեն ինչ լավ է, թեթև ժպտացեք, գնացեք ձեր գործին, էլի, յանի ինչ մի տենց Մայր Հայաստանի ոսկորներն եք ուզում լվացած լինենք։ Այդ որ անդրադառնում եք, վայ, բարոյական պահը, ով է հերքում, ով ում է սատարել, ում չի սատարել։ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պարլամենտ մտած Նիկոլ Փաշինյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում էր մի հատ վատ խասյաթ ունի, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս, հետո ժամանակ անց թե ինչ տեքստերով սկսեց խոսել Տեր-Պետրոսյանի հասցեին, թե ուղղակի ես ինձ թույլ չեմ տա կրկնել, էլի, հա? Այդ քաղաքական կապիտալից օգտվելու եւ արենա մտնելու այդ դիֆերանտները, որ կարդում եք, այդ յուրօրինակ ուրացման նոտացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք, ում եք եկել ինչ ասում։ Մեզանից ոչ մեկը չի հրաժարվում, այն նրանից ինչ որ եղել է, բաց է այդ հրապարակային։ Բայց բոլորն էլ շարունակել են ֆիքսել, մենք էլ ենք արձանագրում, որ Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է, որը ոչ միայն թվարկած անձանց եւ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ Երևանում հավաքեց պատկառելի թվով ձայներ, այլ նաև Գյումրիում, որը նպաստեց ձեր իշխանազրկմանը, եւ նաև ասենք Էջմիածնում։ Վիճակագրություն, այո, դաժան բան է։ Դաժան բան է, ու այդ ճանապարհին այս ջղաձգումները, այս, չգիտեմ, ձեր բանը գործը թողել եք, ընկել եք, ինչ որ ստատիստիկայով եք զբաղվում, ճառեր եք ասում, ինչեր եք ասում, որ լիքը գործ կա անելու քաղաքում, ավտոները ջարդվում են։ Գնացեք հետևեք, մենակ մի ապավինեք վարչական աշխատողների բարեխղճությանը, մի երկու փողոցում էլ դուք ֆիքսեք օպերատիվ WhatsApp-ներով, ուղարկեք թող արագ անեն այդ գործը, այս հսկայական տնտեսություն, ինչ վերաբերում ընտրություններին, այդ արդեն նախերգանքն եք դուք տալի, պատկերացնում եք ինչ ընտրություններ եք պատկերացնում, այդ մոլդովական սցենարով, այդ շատ լավ կարդացվում է, այդ Ստրասբուրգյան ծափահարություններից եք շատ ոգևորվել, Ստրասբուրգում ծափահարել են Սաակաշվիլուն, ծափահարել են Զելենսկուն, տեսել ենք Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագիրը, հիմա նույն բանը ուզում եք Հայաստանի գլխին բերել, ու առասարակ, ինստիտուցիոնալ հիշողության, անցած ճանապարհի, արածների ու չարածների, ով ինչի համար է եկել իշխանության, այդ բան չի էլ, պալատական պատմիչների ժամանակները անցել է, հիմա ինտերնետի դար է, շատ արագ ճշտում են, որ հարցի վերաբերյալ, ով ինչ է ասելու արել, ու մեկ էլ ամենակարևորը, այդքան կատաստրոֆիկ զգայուն ձևով պետք չի վերաբերվել պաշտոն ունենալ, չունենալուն, իշխանություն լինել, չլինելուն, այդ հավանաբար երևի դրանց համար է շատ զգայուն, որոնց համար կյանքի որակի կտրուկ բարձրացման տատանումների հետ կապ ունի, էլի պաշտոնյային թե պաշտոնյա չեն։ Նրանց համար է շատ ճակատագրական, ովքեր որոշակի բարդույթներ ունեն, մինչև պաշտոնը հետադարձ, որ հայազգ ձգեն, ասեն կյանքում մի 5 հոգու ղեկավարած կան, այս պետության բյուջե հարգմուծած կան, միահարժեք ստեղծած կան, իրանց հանապազորյա ընտանեկան հացի խնդիրը լուծած կան, թե չկան, հա, եւ եթե մնան առանց իշխանության, մեջներից աչքաբացները, ով ինչ կապիտալա կրիպտո արժույթներով որտեղ հասել հետ գցի, ով է մնացել պարգևավճարի հույսին ու դառնալու է քաղաքականապես անհասցե մարդ, իսկ պաշտոնի առումով լրիվ անհեռանկար։ Այդ թեմաներից խոսացիք, թե չէ դրել անընդհատ Մայր Հայաստանը սենց, այս մյուսը սենց, այն մյուսը նենց։ Այդ թեմաները բան են, էլի, դու ձանձրալի է, ամեն անգամ դուք ինչ-որ բան ասեք, ձեզ համար պարզաբանվի, բայց մեկ էլ այդ որ ասում եք կամերաները միացրած, բան, կամերաները միացրած էր, առանց կամերաների, Աստծո շրջում ենք քաղաքներում, եկեք մեր մեյլերն էլ բացենք պաշտոնեական, մեր սոցցանցերի էջերն էլ, տենանք էլ ավելի շատ քաղաքացի ձեզ ա դիմում խնդրով, թե մեզ, տենանք էլ ում հասցեին ինչ են խոսում։